Առողջապահական ոլորտի առաջատար մասնագետները, մանկաբույժներն ու թոքաբանները մեկ հարկի տակ են։ Երևանում մեկնարկած շնչառական բժշկության ապագան ֆորումի օրակարգն ավելին է, քան պարզապես փորձի փոխանակումը։ Այստեղ հիմա պետք է միավորվեն մանկական մասնագետների միությունը մեծահասակների մասնագիտական միության հետ, այն մասնագետները, որոնք որ զբաղվում են շնչառական բժշկությամբ եւ միևնույն ժամանակ կոալիցիային միանում է այն երեխաների ծնողները, որոնք ունեն նմանատիպ ծանր հիվանդություններ։ Քննարկման առանցքային առաքելություններից մեկն էլ մանկական եւ մեծահասակների ծառայությունների միջև կամուրջ ստեղծելն է։ Այսօր շատ կարևոր է եւ այսօր այստեղ քննարկում է շնչառական բժշկության, մանկական շնչառական բժշկության ապագայի կապված հարցեր։ Ինչեւ այսօր ինչ ունենք եւ ինչ կարող ենք ապագայի ունենալ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, որը համակազմակերպիչ եւ աջակիցն է այս կարևոր միսիոնին։ Մենք ես մասնավորապես այսօր խոսալու եմ թե ինչպես է պետությունը հիմնադրամները մասնավորվածը եւ բժշկական համայնքը կարողանում համագործակցել եւ ինչպես է կարողանում մեծ արդյունքներ ունենալ։ Ֆորումը բաց է նաեւ պացիենտների եւ բժշկական բուհերի ուսանողների համար։ Սա միասնական հարթակ է, որտեղ հիվանդությունների դեմ պայքարը դառնում է հանրային քաղաքականության մաս։ Մեր գլխավոր նպատակը նա է դա միավորել մեր ջանքերը, ապահովել օգնության առավել բարձր որակը, ինչը կարևոր չէ մանկական տեսակետից ասեմ, որ մանկությունը հետագայում տվյալ հիվանդները դառնում են մեծահասակ եւ դրանով ավելի ամրապնդել կապերը մանկական եւ մեծահասակ բժիշկների հետ եւ ապահովել տվյալ բուժօգնության շարունակականությունը։ Մասնագետների համոզմամբ շնչառական բժշկության ապագան Հայաստանում կառուցվելու է հենց այսպիսի լայն համագործակցությունների շնորհիվ, որտեղ միավորվում են գիտությունը, պետական ռազմավարությունն ու մարդասիրությունը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։